Վաղը ժամը 4-ին Վաղարշապատի Էջմիածնի դատարանում տեղի է ունենալու մի անօրինակ բան։ Հայաստանի իշխանությունները խայտառակ ճնշման քայլ են անում եւ պատմության մեջ նմանը չունեցող դեպք է արձանագրվելու։ Ամենայն հայոց կաթողիկոս նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II կաթողիկոսը որպես մեղադրյալ հրավիրվել է դատարան։ Վաղը մենք ազգային ժողովում չենք լինի։ Մեր հայրենակիցների հետ մենք կլինենք Վաղարշապատում ժամը 4-ին, որպեսզի բոլորը տեսնեն, որ խաղը մեր կրոնական զգացմունքների հետ ունենալու է հետևանքներ։ Վաղը ժամը 4-ին ես լինելու եմ Էջմիածնի դատարանի դիմաց։ Մենք լինելու ենք Էջմիածնի դատարանի դիմաց բոլորս։ Ներողություն զվարթը ավելի վաղ է։ Ժամը 4-ն չեք լինելու, թե առավոտյան գալու եք հետո գնաք ազգային ժողովուրդ, ամբողջ օրը չեք լինելու։ Եվ եթե օրինակ ընդունությունը պարոն Վարդևանյանի, ասենք ժամը 4-ից հետո լինի, չեք մասնակցում։ Կա առաջնահերթություն, մեր կրոնական պարտքը առաջնահերթ է մեր քաղաքական յուրաքանչյուր process-ի հանդեպ։ Այսինքն մինչև 4-ին Առաջի կեսին չեք լինելու, դա է հարցը։ Առաջի կեսին որոշումը կկայացնենք։ Մեր քայլը ժամը 4-ին կլինենք այնտեղ։ Պարոն Կարապետյան, դուք ինչ ակնկալիքներ ունեք այս դատական process-ից, որը վաղն է մեկնարկելու կաթողիկոսի հետ կապված, հաշվի առնելով, որ քաղաքացիական պայմանագիրը ծրագրում նաև դրել է այդ դրույթը կաթողիկոսին փոխելու, հնարավոր է, որ իսկապես դատարանները լսեն իշխանությանը, մասնավորապես Փաշինյանին եւ կալանքի տանեն կաթողիկոսին։ Դատարանը իրավասություն չունի վեհապարի ուղղությամբ, հայ առաքելական եկեղեցու երարխիայի ուղղությամբ որևէ որոշում կայացնելու։ Այդպիսի անօրինակ բան չի եղել։ Այսօր մեր գործընկեր պարոն Վարդևանյանը հայտարարեց, որ օրինակ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հայտնի է եղել ամենաշատը քահանա կարգալույծ անելու իր հրամաններով եւ չի եղել որևէ երկրում որևէ դեպք, որ դրանք դատարանը իրավասություն ունենա վիճարկի։ Սա սահմանադրության այն կետի, որ եկեղեցին եւ պետությունը անջատեն, խախտում է։ Սա սահմանադրության խախտում է, սա մեր կրոնական համոզմունքների խախտում է։ Թույլ տվեք այս ճեպազրույցի շրջանակներում այդ հարցերին չպատասխանել, մեր հայտարարությունը վերաբերվում էր վեհապարին, հայոց հայրապետին Էջմիածնի դատարանում հրավիրվելու եւ այս մեր կրոնական համոզմունքները ոտնահարող այս անօրինակ քայլի դեմ ներկա գտնվելու մասին։ Շնորհակալություն։